Թեհրանի և Վաշինգտոնի բանակցային թիմերն Իսլամաբադում են Իրանի պետական հեռուստատեսության տվյալով Իսլամական Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը։ Պակիստան են մեկնել նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը եւ այլ պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ 70-ից ավելի մարդ։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նա հույս է հայտնել, որ դրական արդյունքներ կունենան։ Եթե իրանցիները բարի կամք դրսևորեն, մենք էլ ձեռք կմեկնենք, հավելել է պաշտոնյան։ Սպիտակ տան թիմի կազմում են նաև հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը, Ջարեդ Քուշները ու եւս մի քանի տասնյակ պատվիրակ։ Վաշինգտոնի եւ Թեհրանի բանագնացներն արդեն առանձին հանդիպումներ են ունեցել Պակիստանի վարչապետի հետ։ Իրանական զլմները գրում են, որ Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հիմնական կարմիր գծերը՝ Հորմուզի նեղուցի վերահսկողություն, պատճառված վնասների փոխհատուցում, իրանական ակտիվների ապասառեցում եւ ռազմական գործողությունների դադարեցում ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում։ Թե ինչ ձևաչափով են ընթանում բանակցությունները հստակ չէ, սակայն հաղորդվում է, որ փորձագիտական մակարդակով քննարկումներ են անցկացվել։ Բանակցություններին ընդառաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, առաջնային նպատակն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Դոնալդ Թրամփը նաև շեշտել է, որ Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի, ամերիկյան կողմը նեղուցը ականներից մաքրելու գործողություն է սկսում։ Նա նախազգուշացրել է, եթե գործարքի չհասնեն, ռազմական գործողությունները կվերսկսվեն։ Իրանը խաղաքարտեր չունի, հավելել է Թրամփը։ Զրուցել են Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները, անդրադարձել Հարավային Կովկասին։ Մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այս համատեքստում վերահաստատել են Փարիզի աջակցությունը խաղաղության գործընթացին, որը կբացի նոր դարաշրջան հիմնված բաց սահմանների և Հարավային Կովկասում տարածաշրջանային գործակցության ամրապնդման վրա, գրել է Էմանուել Մակրոնը X-ի էջում։ Նախագահները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում։ Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Էրդողանն ընդգծել են Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու, Հորմուզի նեղուցն ապաշրջափակելու և դիվանագիտական լուծումներ գտնելու կարևորությունը։ Մակրոնը նաև շեշտել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը։ Կողմերը համաձայնել են խորացնելու երկրների միջև գործակցությունը։ Մակրոնը զրուցել է նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, օրակարգում է եղել Մերձավոր Արևելքը։ Ուժի մեջ է մտել Զատկի տոնի կապակցությամբ Մոսկվայի հայտարարած հրադադարը, ակնկալվում է, որ այն պետք է տևի մինչև ապրիլի 13-ը, թեև կողմերն արդեն իրար մեղադրել են պայմանավորվածությունը խախտելու համար։ Կիևից ավելի վաղ հայտարարել էին, որ հայելային կարձագանքեն ռուսական ուժերի գործողություններին, թե զինադադարին, թե ռեժիմի հնարավոր խախտումներին։ Ուկրաինական կողմը հանդես է եկել երկարաժամկետ հրադադար հաստատելու առաջարկով, սակայն Մոսկվան մերժել է նման հեռանկարը, շեշտելով, որ ցանկանում են հասնել վերջնական խաղաղության, այլ ոչ ժամանակավոր հրադադարների։ Զուգահեռ Մոսկվան և Կիևը հերթական անգամ գերիների են փոխանակել։ Ռուսաստանը վերադարձել 175 զինվորական և Կուրսկի շրջանի 7 բնակիչ։ Նույն թվով զինվորականներ և քաղաքացիական անձինք են վերադարձվել Ուկրաինային։ Փոխանակման հարցում միջնորդել է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փենյանում ընդունել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին, ըստ պաշտոնական հաղորդագրության Պեկինը վերահաստատել է պատրաստակամությունը խորացնելու երկկողմ գործակցությունը։ Վան Յին հավելել է, որ Հյուսիսային Կորեան ուշագրավ նվաճումների է հասել, չնայած երկրին ճնշելու և մեկուսացնելու ԱՄՆ-ի ու արևմտյան ուժերի փորձերին։ Կիմ Չեն Ընը նշել է, որ Փենյանի և Պեկինի հարաբերությունները հասել են նոր մակարդակի։ Կողմերը պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական հաղորդակցությունն ու համակարգումը, հաշվի առնելով համաշխարհային զարգացումները և համատեղ նպաստել տարածաշրջանային խաղաղությանը։ ՆԱՍԱ-ի Օրիոն տիեզերանավը Արտեմիս 2 առաքելության անձնակազմով հաջողությամբ վերադարձել է երկիր, ավարտելով ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին մարդատար թռիչքը դեպի լուսին և հետ։ Տիեզերանավի պարկուճը վայրէջք է կատարել Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Լուսնից վերադարձի ժամանակ Օրիոնը մթնոլորտ է մտել մոտ 40,000 կմ ժամարագությամբ, ինչը համադրելի է 1960-70-ականների Ապոլոն ծրագրի առաքելությունների ցուցանիշների հետ։ Այսպիսի արագությունների դեպքում թռիչքային ուղեգծի նույնիսկ ամենափոքր սխալը կարող է ճակատագրական լինել։ Դիանա Գասպարյան, լուրեր։